Պայթյուններ, փլուզումներ, չկայացած բանակցություններ, հեղձուցիչ շոկ ու քառօրյա սուգ։ Ամառն աշխարհում շարունակում է իրադարձություններով լի լինել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով հարվածել են Իրանի տասնյակ թիրախների, այդ թվում հակաօդային պաշտպանության համակարգերի, ռադարների, հրթիռային կայանքների եւ ռազմական նավակների։ Պայթյուններ են եղել Հորմուզի նեղուցի շրջանում եւ Իրանի առնվազն 13 քաղաքներում, այդ թվում Բանդար Աբբասում, Քերմանշահում, Քեշմում, Ահվազում, Սիրիկում եւ այլ բնակավայրերում։ Իրանը իր հերթին բալիստիկ հրթիռներ եւ անօդաչուներ է ուղարկել Միացյալ Նահանգների մի քանի ռազմաբազաների վրա։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պնդմամբ Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմակայանում վնասվել են զինամթերքի պահեստներն ու վառելիքի պահուստարանները։ Բահրեյնի Շեյխ Իսա ավիաբազայում ըստ նույն աղբյուրի ոչնչացվել են ուղղաթիռների տեխնիկական սպասարկման տարածքները, ԱՄՆ-ի անօդաչու համակարգերի կառավարման կենտրոնը եւ այլ օբյեկտներ։ Հարվածել են նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի ռազմակայանի։ Քուվեյթում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տվյալներով ոչնչացրել են Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, Հորմուզի նեղուցը փակ է այն բանից հետո, երբ անանուն նավը փորձել է անջատված համակարգերով անցնել այն, գործածելով չնախատեսված երթուղի։ Կորպուսը սպառնացել է հարվածել Մերձավոր Արևելքում գտնվող թշնամի ռազմաբազաներին, եթե երկիրը ենթարկվի հետագա ագրեսիայի Հորմուզի նեղուցը փակելու որոշումից հետո։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը կատարում է իր ստանձնած պարտավորությունները ի տարբերություն Միացյալ Նահանգների։ Նրա խոսքով Վաշինգտոնը խախտում է հուշագրի 9-րդ կետը։ Արաղչին հավելել է, որ պայմանավորվածությունների միակողմանի կատարումն անհնար է եւ կոչ արել ԱՄՆ-ին վերադառնալ նախկինում ստանձնած պարտավորությունների կատարմանը։ Միացյալ Նահանգների բանակցային խումբը չի մեկնի Օման Իրանի հետ բանակցություններին մասնակցելու համար, սակայն Վաշինգտոնը կապ կպահպանի Օմանի եւ Քաթարի ներկայացուցիչների հետ։ Ավելի վաղ CBS-ը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է բանակցային թիմին փոխնախագահ Ջեյդի Վենսի, Ջարեդ Քուշների, հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ շարունակել բանակցությունները Թեհրանի հետ։ Իսրայելում խորհրդարանի ընտրությունը նախատեսված է հոկտեմբերի 27-ին, իսկ Քնեսեթը, Իսրայելի խորհրդարանը, կլուծարվի հուլիսի 17-ին։ Գալիք ընտրությունը կլինի առաջինը վերջին 38 տարվա ընթացքում, որը տեղի կունենա օրենքով սահմանված ժամկետում։ 74 տարեկանում մահացել է Համադ բին Խալիֆա Ալ Թանին։ Նա ղեկավարել է Քաթարը 1995-ից 2013 թվականներին։ 2013 թվականի հունիսին նա կամավոր հրաժարվեց գահից հօգուտ իր որդու, ներկայիս Էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի։ Քաթարում քառօրյա սուգ են հայտարարել երկրի նախկին էմիրի մահվան կապակցությամբ։ Հուլիսի 13-ից սկսած նախարարությունները, պետական գործակալությունները եւ այլ պետական հաստատությունները կդադարեցնեն գործունեությունը, կիչեցնեն պետական դրոշները։ Չինաստանի Չժան-Ցզյակաու քաղաքում ճանապարհի մի հատված փլուզվել է, ինչի պատճառով 3 ավտոմեքենա ընկել է փոսը։ Նախնական տվյալով 1 մարդ զոհվել է, եւս 2-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Շոկ եղանակի պատճառով հուլիսին կրճատվել է Փարիզի Էյֆելյան աշտարակի, Լուվրի եւ Օրսեի թանգարանների աշխատանքային ժամերը։ Երկրի ազգային օդերևութաբանական ծառայության կանխատեսմամբ Փարիզում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 38 աստիճանի։ Գարի Մութաֆյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։